Արդ մեր ամենակարող Աստծուն սիրելիներ, այս հրաշալի օրվա եղանակի համար, մեր օրերի, ժամերի, վայրկյանների համար, որ նա շնորհում է դեռևս երկրի վրա մենք կենանք, ապրենք, եւ այն ինչ որ ինքն ունի իր սրտում, ինչպես որ Հակոբին ասեց, որ ետ չի դառնա միջև չկատարի, ես հավատում եմ, որ Աստված նրանց, որոնց ընտրել է, ոչինչով պակաս երկրի վրա չի թողելու, այլ մեզանից յուրաքանչյուրին էլ որ Տերը կանչել ընտրել է, վստահ համոզված հավատքով լի մենք կարող ենք ասել այո եւ ամեն, Տերը իմ կյանքում ամենն անելու է, ինչ որ իմ համար որոշել է, թող Տերը փառաբանվի։ Մենք ունենք այդ վստահությունը, մենք ունենք այդ հավատքը եւ նայելով Աստվածաշնչին մեզանից առաջ եղած Աստծո ճանապարհն անցած այդ մարդկանց կյանքերին, նրանց պատմություններին, նրանց Աստծո հետ հաղորդակցությանը, մենք տեսնում ենք, թե Աստված իրեն երկրպագողներին, արդարների ու սուրբերի հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել։ Մենք դրանք որպես օրինակներ ընդունում ենք ու հավատում ենք, որ մեր կյանքում էլ առավել եւս այսօր նոր գտագարյան ժամանակներում դա հնարավոր է։ Եթե մենք խոսում ենք այն մասին, որ Աստված Ադամի հետ խոսում էր, եթե մենք խոսում ենք այն մասին, որ Աստված Ենովքի ինչպես Աստծո հետ վարվեց, բնականաբար առանց Աստծուն լսելու չէր լինում այդ հաղորդակցությունը, եթե մենք լսում ենք, որ Աստված Նոյի հետ խոսեց եւ Նոյը կատարեց Աստծո պատգամը, ինչ որ Աստված որոշել էր, եւ այդպես շարունակ Աբրահամ, Մովսես եւ մենք կարող ենք այդ ամբողջը շարունակաբար գալ, հասնել բոլոր այդ մարգարեությունների միջով, պատմություններով, թե Աստված ում հետ ինչպես է խոսել։ Վստահ ենք, որ Աստված այսօր էլ չի լռում, Աստված այսօր էլ է խոսում, փառք իրա։ Եվ ես ուզում եմ, որ Երեմիա մարգարեությունից մի հատված լսենք, երբ Տերը Երեմիային խոսում է այդ մասին, այն ժամանակ իհարկե խոսում էր Իսրայել ժողովրդի Բաբելոն տարվելու 70 տարին լրանալուց հետո Բաբելոնից Իսրայելին դուրս բերելու խոստմունքի մասին էր խոսում Երեմիային, մենք կարդում ենք Տերը այսպես ասում, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը, եւ դուք կկանչեք ինձ, եւ կգնաք ու աղոտ կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ, եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը, եւ ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը, եւ ետ կդարձնեմ ձեր գերությունը, եւ կժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տերը, եւ ես ձեզ ետ կդարձնեմ այն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի առնվել տվի, որովհետեւ դուք ասել եք, թե Տերը մեզ համար մարգարեներ է հարուցանել Բաբելոնում։ Սիրելիներ, մենք այստեղ տեսնում ենք, որ Տիրոջ խոսքի համաձայն, ինչպես որ եղել էր մարգարեությունը, Իսրայելը պիտի Բաբելոն քշվեր։ Մինչ այդ մենք պատմությունից իմանում ենք, որ Իսրայելի ծերերը, որոնք երիտասարդ սերունդին պետք է Աստծո ճանապարհի մեջ կրթեին, նրանք ապականվել էին։ Եվ Տերը հաճախ էր մարգարեին ցույց տալիս, թե Իսրայելի իշխաններն ու քահանաները ինչ մեղքերի մեջ էին։ Եվ այդ ամենի պատճառով Տերը Իսրայելին տարավ Բաբելոն։ Բայց ինչու հենց 70 տարի պետք է նրանք լինեին այդ գերության մեջ։ Ես համոզված եմ, որ այդ 70 տարվա գերության մեջ այն ծերերը, որոնք որ իրենց վրա առաքելություն ունեին երիտասարդ սերունդին Աստծո ճանապարհների մեջ կրթելու, այդ ապականված ծերերի սերունդը պիտի մեռներ։ Նոր սերունդը, որ պետք է իսկապես Բաբելոնում ծնվեր, աճեր, մեծանար, զարգանար, պիտի գար մի վիճակի, որ հայրերի նախկին պատմություններից տեղյակ լինելով չպիտի հաշտվեր այդ վիճակի հետ եւ պիտի աղաղակեր Աստծուն։ Այսինքն կարելի է ասել, որ ծերերին նոր սերունդից Աստված զատում է, որպեսզի իր համար նոր ժողովուրդ արարի, նոր ժողովուրդ ստեղծի, եւ սա Աստված արել է պարբերաբար եւ ոչ միայն հрьяաների կյանքում։ Սա արել է բոլոր այն ժողովուրդների կյանքում, ովքեր որ իրենց սկզբում ճանաչել են, բայց հետո չեն մնացել հավատարիմ։
Եվ այսօր Աստծո ուզածը սա է, որպեսզի ոչ թե հնի վրա մի նոր բան կառուցվի, այլ ամեն բան ինքն ուզում է նորոգի, ամեն բան ինքն ուզում է անի իր ձեռքով։ Եվ մարդու մասնակցությունը այստեղ բացարձակապես, հատկապես իր եկեղեցաշինության մեջ որևէ օգուտ չունի։ Որովհետև Տերն է այն եկեղեցու, այն կառույցի հեղինակը, որ իմ համար ասել է, որ դժոխքի դռները չեն հաղթելու։ Եվ այսօր սիրելիներ, մենք մեկ անգամ ևս հիշում ենք Տիրոջ այս խոսքերը մեր համար եւ համոզված ենք մանավանդ մենք, որ այսօր Տիրոջ առաջ հաճելի եւ ընտիր ենք գտնվում, որովհետեւ Հիսուս Քրիստոսի արյան արժանիքներով է, որ մենք կանգնած ենք Հայր Աստծո առջև, մեզ էլ կարող է այս խոսքերը վերաբերել, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Աստված սկզբից ասում է այդ մասին, որ ինքը իրապես ունի խորհուրդներ իր ժողովրդի համար։ Եվ այսօր Աստված մեր համար էլ ունի խորհուրդներ։ Իմ եւ քո համար Աստված ունի ծրագիր ու խորհուրդ։ Եվ այդ ծրագիրն ու խորհուրդը չարության համար չի, սակայն ինչպես կարող է այդ խորհուրդը իրականություն դառնալ մեր կյանքում։ Մեր կյանքում դա միայն մի դեպքում պիտի իրականություն դառնա, որքան էլ Աստված շատ գեղեցիկ ծրագիր ունի իմ ու քո համար, բայց այդ ծրագիրը մեխանիկորեն չի գործելու, այլ Աստված նայելու է իմ եւ քո հոգեվոր կարգավիճակին։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մեղքը երկինք չի մտնելու։ Եվ թեպետ հավատացյալն ասի, թե ես ուսացած եմ Աստծուն, սակայն շարունակի մեղավոր կյանքով ապրել ու հավատալ անգամ այն խոսքին, որ քիչ առաջ լսեցիք, դա իրան երկինք չի տանելու։ Ինչքան էլ ուզում է հավատա Աստծո խոսքին, եթե իրական հավատք է այդ հավատքը, ապա պետք է արտահայտվի մարդու կյանքում սրբության մեջ իր կարգավիճակում ամուր կանգնած լինելով։ Եթե այդ վիճակը ինքը չունի, փուչ եւ սին հավատքա, որ առանց գործերի է եւ դա մեռած է։ Եվ այս վիճակի մեջ շատերն են գնում այսօր, չհասկանալով, որ Աստծո համար զզվելի է մեղքը։ Աստված մարդու մեղավոր կյանքից գարշում է։ Եվ նույնիսկ եթե հավատքի մարդիկ են իրենց անունը այդպես հավատքի մարդ կոչում, բայց իրենց ապրած կյանքով Տերը չի փառավորվում, առավել եւս նրանք դատապարտելի են։ Սեներ Տերը երբեք ամեն առավոտին ծուղելով այս պաշտամունքի վայր, առանց իմ խոսքը այդպես ասած շտկելու, քարոզից նյութը առանց շտկելու կարգավորելու չի անում։ Եվ խնդրեմ, մեքենայով գալիս էին այստեղ եւ պարզվեց, որ վարորդը շատ լավ էլ պաշտամունքներին տեղյակ է, մասնակցել է ժողովներին, բայց առավոտի ծիրիկուն կարող է ինքը վեճի մեջ լինել իր այդպես պասաժիրների հետ, թե մի կողմ թողնենք իրա ծխելը, բայց այն, որ իրա բերանից միշտ հայհոյանք ու ամբարիշտ ինչ խոսքեր ասեց գալիս է, դրանում կասկած չկա։ Ճանաչում այն եկեղեցին, հովիվը որտեղ գնում է, միայն ժամանակ իր շուրթերն է վերցնում, Աստծո անունը մեռնեմ, Աստծո զորությանը փրկել է ինձ, աղոթում եմ ամեն առավոտ բան, ինչ օգուտ սերներ։ Երբ որ այս մարդու ամբողջ կյանքը մեղքի մեջ է, ապականվածության մեջ է, եւ իսկ այդտեղից սկսած ես իրեն սկսեցի հորդորել, որ այդպես խաբված կյանքով ապրելը իրականում իսկապես մոլորություն է։ Այո, մասնակցել է ժողովների եւ մասնակցում է գուցե հիմա էլ, եւ շատերի հետ կան գուցե եւ հավատքից էլ ինքը խոսում է, սակայն ցավոք սրտի մենք կարդում ենք այդ մասին Աստծո խոսքում, որ շատերը շուրթերով կարող են դավանել, բայց իրենց սրտերը Աստծուց շատ ու շատ հեռու լինի։ Եվ այստեղ Տերն ասում է, թե ինչ խորհուրդներ ունի ինքը, բարի, խաղաղ, օրհնյալ խորհուրդներ, որ դեպքում դա կկատարվի իմ ու քո կյանքում։ Եվ դուք կկանչեք ինձ եւ կգնաք, եւ աղոթք կանեք դեպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ, եւ դուք ինձ կորոնեք, կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը, եւ ես կգտնվիմ ձեզ համար, ասում է Տերը, եւ ետ կդարձնեմ ձեր գերությունը, եւ կժողովեմ ձեզ ամեն ազգերից։ Սիրելիներ, հիմա եթե ես իմ ամբողջ սրտով չորոնեմ Աստծուն, եթե ես իմ ամբողջ սրտով Աստծուն չդառնամ,
լիարժեք չապաշխարեմ, չխոնարհվեմ, մեղքից չզզվեմ, չհեռանամ մեղքի կյանքից, ապա այդ խորհուրդները կմնան Աստծո մոտ որպես խորհուրդներ իմ համար, բայց երբեք իրականություն չեն լինի։ Այո։ Հետևաբար այս մոլորությունից մարդիկ պետք է իսկապես շուտ ազատագրվեն, որ եթե գնում են պաշտամունքի, եթե գնում են ինչ-որ արարողակարգերի մեջ, ծեսերի մեջ, եւ դրանով են ուզում հիմնավորել իրենց հավատքի կյանքը որպես աստվածահաճո կյանք, ապա թող իմանան, որ Աստված ոչ թե քո արտաքին աստվածպաշտության դրսևորումներն է նայում, հապա նայում է քո իրական կյանքին, դու ինչ կյանքով ես ապրում երկրի վրա։ Տերը թող օրհնի, խոնարհվենք, աղոթքով գանք Տիրոջ առաջ, խնդրենք թող Աստված իրապես մեզ այսօր ավելի մոտեցնի իրեն, մենք ավելի կոտրվենք, ավելի խոնարհվենք, որպեսզի իր խորհուրդները, որ օրհնյալ խորհուրդներ են, մեր կյանքում իրականություն դառնան։ Ամեն։ Կրկին ասենք, փառք քեզ Տեր, որ իրապես մեզ այսպիսի հույս ես տվել, ինչպես երգում լսեցինք։ Մենք երկնքի բնակիչներ լինելու ենք կանչվել ու փառք ենք տալիս այդ հույսի համար, որ մեր սրտում իրոք փայփայում ենք։ Երկրորդ Թագավորաց 7-րդ գլխի մեջ բաներ կան, որոնք մենք պետք է մի հատ ուշադիր լսենք, որովհետև այսօրվա խոսքը գրեթե դրա շուրջ է կառուցված։ Ուրեմն երկրորդ Թագավորաց 7-րդ գլուխ։ Եվ երբ որ թագավորը իր տանը նստեց, եւ Տերը նրան իր շուրջը եղող ամեն թշնամիներից հանգստացրեց, թագավորը Նաթան մարգարեին ասեց. «Ահա ես բնակվում եմ Եղևնափայտի տան մեջ, բայց Աստծո տապանակը վրանի մեջ է բնակվում»։ Եվ Նաթանն ասեց թագավորին. «Ամեն ինչ որ սրտիդ մեջ կա, գնա արա, որովհետև Տերը քեզ հետ է»։ Շատ հետաքրքիր հատված է այս հատվածը։ Աստված Դավիթ թագավորին հանգստացրել էր, ինչպես կարդում ենք, իր թշնամիներից, եւ Դավիթը իր պալատում, իր տանը նստել էր, եւ գրված է, որ հանկարծ միտք հղացավ Դավիթը։ Թագավորը Նաթան մարգարեին ասեց. «Ահա ես բնակվում եմ Եղևնափայտի տան մեջ, բայց Աստծո տապանակը վրանի մեջ է բնակվում»։ Այստեղ մենք թագավորի Աստծո առաջ խոնարհ դիրքը տեսնում ենք։ Նա կարող էր Նաթանին չկանչել, այլ իր մտքում իր դրել էր միանգամից սկսել անել։ Ճիշտ է։ Այլ կերպ ասած, Նաթան մարգարեն կարգավորում էր որոշակիորեն Դավիթ թագավորի քայլերը։ Եվ Դավիթը չհրաժարվեց, որ Նաթանին իսկապես կանչեր, նրանից խորհուրդ հարցներ։ Բան ա մտածել, խորհում ա եւ մի տեսակ վատ ազգում, որ Տիրոջ ուխտի տապանակը վրանի մեջ է, բայց ինքը Եղևնափայտի մի շքեղ տան մեջ է ապրում։ Ով էր այդ մտքի հեղինակը։ Այդ մտքի հեղինակը Աստված չէր։ Այդ միտքը Դավիթը ինքն իրանով հղացավ։ Նա Աստծուն պաշտող, Աստծուն սիրող մեկն էր եւ հանկարծ իր սրտում որոշեց, որպեսզի մի լավ բան անի, եւ այդ լավ բանը կայանում էր սրանում, որ նա ուզում էր Տիրոջ համար մի տաճար կառուցեր։ Սերներ, այդպես լինում է հաճախ մարդու ներքին նախանձավորությունը, որ ինքը Աստծուն սիրում է, եւ նրա այդ նախանձավորության դրսևորումները հաճախ հնարավոր են Աստծուն դուր չգան։ Դավիթը շատ կռատներ էր քանդել։ Դավիթը շատ թագավորությունների էր հաղթել։ Դավիթը շատ տաճարներ էր քանդել, որովհետև այդ տաճարներում լինողները աստվածներ չէին, կուռքեր էին։ Եվ այդ շքեղ տաճարները Դավիթը տեսել էր։
Եվ հանկարծ այդ պահին, երբ որ ինքը հանգիստ է արդեն թագավորներին հաղթել է, մի եզրակացություն է անում։ Ինչու պիտի հեթանոսների աստվածները այդ տաճարներում շքեղ լինեին, որոնք աստվածներ չէին, կուրքեր էին, բայց այն աստվածը, որ կենդանի աստված է, ուխտի տապանակով ընդամենը պետք է գտնվի վրանի մեջ։ Սա Դավիթի սրտում եղած նախանձավորության առաջին հատվածը։ Երկրորդ հատվածը, որ Դավիթը իր սրտում ուներ, այդ տաճարն ինչի համար պիտի կառուցվեր։ Ոչ թե իր համար, այլ մի լավ բան էր ուզում, որ ամբողջ Իսրայելը այդ տաճարում Եհովա ասում պաշտեր։ Ճիշտ է։ Այսինքն Դավիթն ուզում էր կենտրոնացնել բոլորի հավատքի, այդպես ասած, պաշտամունքի ողջ մղումը մի կետի վրա էր ուզում դարձնել։ Եվ երբ որ այսպիսի միտք ուներ, Նաթան մարգարեին կանչեց եւ ընդամենը մի նախադասություն ասեց. ահա ես բնակվում եմ Եղևնափայտի տան մեջ, բայց Աստծո տապանակը վրանի մեջ է բնակվում։ Նաթանը չթողեց շարունակի։ Նաթանը մարգարե լինելով միանգամից հասկացավ, որ այս բառերի մեջ, ընդամենը այս բառերի մեջ, ոչ թե Դավիթի սիրտը մտավ ու հասկացավ ինչ է ուզում ինքը անի։ Հասկացավ, որ ոնց որ Դավիթը մի բան է ծրագրել, մանավանդ Աստծո տապանակի մասին է խոսք գնում։ Իսկ Դավիթի մտքով անցածը Աստծո տապանակի վերաբերյալ վատ բան չի կարող լինել։ Եվ Նաթանը միանգամից շտապեց ասելով. ամեն ինչ որ սրտիդ մեջ կա, գնա արա, որովհետև Տերը քեզ հետ է։ Մենք այստեղ տեսնում ենք Նաթան մարգարեն շտապեց։ Որպես մարդ, նա Դավիթին իր առջև ուներ որպես մի կերպարի, որ Տերը այս մարդու հետ է, ուստի այն ինչ որ Դավիթն իր սրտում դրել է մանավանդ Աստծո տապանակի վերաբերյալ, վատ բան չի կարող լինել։ Գնա արա, Էլիզուրին զաղոթել մի տուր Դավիթ։ Ինձ էլ իզուր մի ասա, գնա մի հատ տես, նույնիսկ Դավիթը գուցե դա էլ չասեց իրեն։ Բայց սա մի որոշում էր, որ ինքը իր սրտում ուներ, որովհետև Նաթան ասում է, ինչ որ քո սրտի մեջ դրել ես։ Շատ շատերը իրենք շարժում են իրենց սրտի ցանկություններից հրապուրված։ Չէ, Աստծո խոսքն ասում է, որ մարդը հնարավոր է խաբվի իր սրտի ցանկություններից հրապուրված։ Երբ որ իր սրտի ցանկությունն ինքը կատարում է, արդյունքում ինքը ափսոսում է, որ ինչի է ինքը իր սրտի ցանկությանը հետևել։ Դա իրանն է եղել եւ երբեք Աստծո հետ ինքը չի խորհրդակցել այդ հարցի շուրջ։ Նույն գիշերը եղավ Տիրոջ խոսքը Նաթանին ասելով. գնա իմ ծառա Դավիթին ասիր, Տերը այսպես է ասում. դու պիտի ինձ համար բնակվելու տուն շինես, որովհետև Իսրայելի որդիքը Եգիպտոսից հանած օրիցս մինչև այսօրը տան մեջ չբնակվեցա, այլ վրաններով ու խորաններով էի ման գալիս։ Սեներ, Նաթանը գիշերը Տիրոջից այդ խոսքը տեսիլքը առավ։ Եվ Տերը Նաթանին ասեց, գնա իրան այս խոսքերն ասա։ Ինչ խոսքեր պիտի ասեր։ Նախ Տերն ասում է, դու պիտի իմ համար տուն շինես, որովհետև Իսրայելի որդիքը Եգիպտոսից հանած օրիցս մինչև այս օրը տան մեջ չեն բնակվել, այլ վրաններով ու խորաններով էի ման գալիս։ Դավիթ, միթե Աստված եթե այդ բնակարանի կարիքը զգար, քեզ չեր ասի կառուցի, բայց Աստված ուրիշ բան է ասում։ Ինչու է այդ կառույցը Աստծո առաջին ոչ այնքան հաճելի։ Սեներ, մեր Տերը, ինչպես կարդում ենք, հետագայում ինքը կասի, երկինքն իր համար գահա, երկիրը ոտքերի պատվանդան։ Ինչու եք դուք տաճար ուզում շինել եւ ինձ այնտեղ տեղավորել։ Իմ անսահմանությունը ինչ եք ուզում սահմանափակ ձեր ուղեղով ընկալել։
Ինչու եք դուք կառուցում տուն, հետո Տիրոջ անունով կոչում եք տունը, բայց ոչինչ, եթե Սողոմոնը հետո շինեց ու Տերն ասեց լավ Աստծո տուն են կոչում, սա։ Այնուամենայնիվ ասեց, եթե ապականվեք, ես այս տաճարը քարի վրա չեմ թողի։ Աստծո նպատակը իրան չսահմանափակելն է։ Դե դուք պատկերացրեք, Իսրայելացին ինչքան պետք է ընկներ կռապաշտության գիրկը, երբ որ մտածեր, որ պաշտամունքի տեղը միայն Երուսաղեմն է դառնում։ Եվ Տեր Հիսուսը Սամարացի կնոջը հետո կասեր, որ Աստված տեղի խնդիր չի դրել, ամենուր ամենտեղ կարող եք պաշտել իրան։ Եվ այսօր սիրներ, ցավալի է, բայց կրկնվում է նույն պատմությունը։ Հակառակորդը խաբում է նախանձավոր կրոնավորների շատերին եւ ժողովարաններ ու տաճարներ շինել է տալիս եւ այս մարդիկ փառավորվում են իրենց կառույցներով որպես Աստծո տներ։ Բայց խոսքը շարունակենք։ Որչափ տեղ որ ման եկա Իսրայելի որդկանց հետ, միթե մեկ բան խոսեցի Իսրայելի ցեղերի մեկի հետ, որոնց հրաման եմ տվել իմ ժողովուրդ Իսրայելին հովվելու, եւ ասեցի թե ինչու համար ինձ եղևնափայտի տուն չշինեցիք։ Ես այդպիսի բան ասել եմ ասում եմ։ Եվ հիմա իմ ծառա Դավիթին այսպես ասեց. Զորաստերը այսպես է ասում. ես քեզ առա փարախիցը ոչխարների ետևիցը, որ իմ Իսրայել ժողովրդի վրա առաջնորդ լինես։ Եվ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտորեցի, եւ երկրի վրա եղող մեծերի անունի պես քո անունը մեծացրի, եւ իմ ժողովուրդ Իսրայելի համար էլ մեկ տեղ որոշեցի եւ նրան տնկեցի, եւ նա իր տեղը բնակվում է եւ այլևս պիտի չշարժվի, եւ անիրավության որդիքը առաջվա պես այլևս պիտի չնեղեն նրան, ինչպես որ եղավ իմ ժողովուրդ Իսրայելի վրա դատավորների դրած օրից ի վեր, եւ քեզ պիտի հանգստացնեմ քո ամեն թշնամիներիցը, եւ Տերը քեզ իմացնում է, որ Տերն է քեզ համար տուն շինելու, երբ որ քո օրերը լրանան։ Եվ դու քո հայրերի հետ ննջես, քեզանից հետո քո երանքիցը դուրս եկող զավակին պիտի բարձրացնեմ, եւ նրա թագավորությունը հաստատեմ, նա է իմ անունի համար տուն շինելու, եւ ես նրան թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։ Այնուհետև, երբ որ այսքան խոսքերը լսում է Դավիթը, եւ Նաթանն այս բոլոր խոսքերը եւ այս բոլոր տեսիլքը մի ըստ միոջե ասեց Դավիթին։ Դավիթը լսեց այդ ամենը։ Իհարկե, ուրիշ տեղում կարդում ենք, որ դու շատ ես արյուն թափել եւ այլն։ Եվ Դավիթ թագավորը գնաց Տիրոջ առաջին նստեց եւ ասեց։ Այս հիմա այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Դավիթի խոսքերին։ Նա նստեց Տիրոջ առաջին։ Այդ որտեղ էր, որ ինքը նստեց Տիրոջ առաջին, մենք չենք տեսնում Սուրբ գրքում հստակ գրված։ Բայց վստահ ենք, որ որտեղ էլ անձը իր էությունը կենտրոնացներ Աստծո վրա, Աստված էլ իր ուշադրությունը կդարձներ այդ անձի վրա։ Ով Տեր Եհովա, ես ով եմ եւ ով է իմ տունը, որ ինձ մինչև այստեղ բերիր։ Ինչի է Դավիթը այսպես սկսում։ Որովհետև Տերն իրան ասեց, ես քեզ ոչխարների փարախից հետևից բերեցի, եւ հիմա դու եղևնափայտով շքեղ տան մեջ ես ապրում։ Եվ քո դուրն եկել է այդ տունը, հիմա մտածում ես, որ իմ համար էլ այդպիսի տուն շինես։ Դավիթ այդ եղևնափայտն ու պալատը եւ այլն դեն գցի մտքիցդ։ Եվ Դավիթն ասում է. ով եմ ես։ Այսինքն Տերը Դավիթին մի հատ հետ է ուզում տանի։ Դավիթ, դու սկսում ես գայթակղվել ինչ որ արտաքին բաներով։ Շքեղություն եւ այլն ուզում ես իմ համար ինչ որ բաներ անել։ Ով է իմ տունը, որ միջև այստեղ բերիր, սակայն այս էլ դեռ քո աչքերին պստիկ երևցավ, ով Տեր Եհովա, եւ քո ծառայի տան վրայով հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, եւ մարդի եղանակն այս է, ով Տեր Եհովա, եւ Դավիթն էլ քեզ ինչ ասել, որովհետեւ դու ով Տեր Եհովա, քո ծառային ճանաչում ես։
Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար եւ քո սրտի պես արիր, որ ծառայիդ իմացնես, սրա համար մեծ երևցար, ով Տեր Աստված, որովհետեւ քեզ պես մեկը չկա եւ քեզանից ջոկ Աստված չկա։ Մեր ականջներովը բոլորը մեր լսածների համեմատ։ Եվ որ ազգն է երկրից վրա, որ մեկ հատ ժողովրդի Իսրայելի պես, որի համար նույն ինքն Աստված եղավ նրան փրկելու, որ իր համար ժողովուրդ անե, եւ իր համար անուն աշխատե եւ ձեզ համար, որ քո երկրի մեջ այս մեծ ու սոսկալի բաները անե։ Քեզ համար Եգիպտոսից ազատված ժողովրդից առաջից ազգեր եւ նրանց աստվածները քշելով։ Եվ քո ժողովուրդ Իսրայելին հավիտյան քեզ ժողովուրդ հաստատեցիր, եւ դու ով Տեր նրանց Աստված եղար։ Եվ հիմա ով Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նրա տան համար, հավիտյան հաստատիր եւ ասացիդ պես արա։ Այնուհետև ինքը Դավիթը փառաբանության խոսքերը էլի Տիրոջն ասում եւ այստեղ կարդում ենք. որովհետեւ դու ով զորաստեր Աստված Իսրայելի, քո ծառայի ականջներին հայտնեցիր եւ ասացիր, քեզ համար տուն պիտի շինեմ, սրա համար քո ծառան իրանում սիրտ առավ, որ այս աղոթքը քեզ անե։ Դավիթը նստած էր, ծունկի չէր եկած։ Գրված է գնաց Տիրոջ առաջին նստեց եւ սկսեց խոսել Տիրոջ հետ։ Սեներ, տեսնում եք ինչքան հետարքիր կապ են ունեցել հնում մարդիկ Աստծո հետ։ Աստված խոսել է մարդու հետ։ Դավիթը նստել է եւ խոսում Աստծո հետ եւ Դավիթն ասում է այս աղոթքը ես սիրտ արեցի, ասեցի։ Այսինքն մենք այստեղ մի աղոթքի process ենք տեսնում, երբ մարդը նստել է եւ Աստծո հետ կապի մեջ է։ Եվ հիմա ես ուզում եմ, որպեսզի նորից մենք մի հատ նայենք այս օրինակներն ինչ են տալիս մեզ։ Աստվածաշունչը լի է Աստծո հետ սերտ հաղորդակցություն ունեցած մարդկանց վկայությունների պատմություններով։ Քրիստոնյաները այդ մարդկանց կյանքի պատմություններից վերցնում են Աստծո կողմից նրանց հասցեին ուղված խոսքերը, խոսմունքները եւ փորձում համոզել իրենց հավատալ, որ դրանք իրենց էլ է վերաբերում։ Եվ որ ապավինելով հավատքի կյանքն ապրած մարդկանց համար Աստծուց հնչած այս խոսքերին, կարելի է այս կյանքում էլ հաջողակ լինել։ Եվ ինչու՞ չէ արդյունքում երկինքն էլ ժառանգել։ Աստվածաշնչի հին այս ընթացքի մեջ եղած մարդկանց կյանքերը, որ ես քիչ առաջ հիշեցրեցի, մենք մեր համար որպես օրինակ վերցնում ենք եւ ասում ենք Տեր իրանց հետ գործել է, իրանց հետ խոսել է, ես ինձ էլ է վերաբերում, ված չեմ անում, լավ եմ անում։ Այո, հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից, սակայն չպետք է մոռանալ, որ ողջ մարդկության համար հնչած խոսքը, ուշադրություն, ողջ մարդկության համար հնչած խոսքը եւ անհատներին հնչած խոսքը իրարից տարբեր են հաճախ։ Եվ նրանք, ովքեր սրանք չեն տարբերում, վտանգավոր ընթացքի մեջ են գնում։ Վերցնելով այս կամ այն հավատքի հերոսի կյանքի դրվագը, վստահելով, կառչելով այդ խոսքից, պարզվում է իրենց կյանքում ոչինչ էլ չեն հասնում։ Օրինակ Աստված Աբրահամին հարստությամբ հարստացրել էր, մարդը հավատում է Աստծուն, որ Տերը իրան էլ հարստացնի, բայց չի հարստանում, ինչքան ուզում է, այնքան աղքատանում։ Եվ այսպես ուրեմն հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից, սակայն չպետք է մոռանանք, որ ողջ մարդկության համար հնչած խոսքը տարբեր ժամանակներում եղել են տարբեր։ Այս վերջին օրերը Աստված խոսել է իր որդով, որի խոսքը մենք այսօր ընթերցում քարոզում ենք։ Եվ անգամ Տեր Հիսուս Քրիստոսի այսօրվա խոսքը, որ մենք կարդում ենք եւ քարոզում ենք, որը փրկության ավետարան է կոչվում, այնուամենայնիվ իր մեջ պարունակում է մի շատ խորը գաղտնիք, որ Աստված քեզ փրկելուց հետո քեզ հետ անհատապես ուզում է խոսել ու հաղորդակցվել եւ այն կերպը, որ քեզ հետ պիտի խոսի հաղորդակցվի, նման չի լինելու մյուսների հետ խոսելու հետ։
Միտքես հասկացաք ինչ էր։ Իր ոչխարներին ինքը ձայնով ճանաչում է։ Անուններով գիտի ամենքին, յուրաքանչյուրին ըստ իր կարիքի է ինքը խոսելու։ Եվ այսպես երբ հավատում ենք Աստծո խոսքին, մենք իմանում ենք, որ Աստված մեզանից առաջ խոսել է մարդկանց հետ։ Եվ այդ խոսքերով իսկապես կարելի է ապրել։ Եվ բերեմ մի քանի օրինակներ, որ այսօր հավատացյալները դավանում են այն հին ժամանակներում եղած մարգարեական խոսքերին, թագավորների կամ Աստծո առջև սուրբերի կյանքը ապրած, ասենք, մարդկանց վկայություններն ու դավանությունները։ Օրինակ, Տերն իմ հովիվն է, ասել է Դավիթը, ասում ես դու թե չէ, լավ ես անում։ Երբ որ ջրերից անցնես, ես քեզ հետ եմ, կրակի միջով բոցը քեզ չի այրի, Տերը ասեց Հակոբին, ես վերցնում եմ ինձ էլ, Տերը ինձ էլ է խոստացել։ Մի վախեցիր, Տերը ասել է շատերին, ինձ էլ է ասել, լավ եմ անում, ընդունում եմ։ Տերն իմ վեմն է, բարձյալի ծածկոցի տակ եմ ու ապահով եմ, 91 Սաղմոս, վերցնում եմ ինձ, թե չէ այդ համարները, Փառք Տիրոջը։ Ես քեզ ընտրել եմ, դու իմն ես, կա այնպիսի համարներ Սուրբ գրքում։ Այս ամենը ընդունում ենք։ Ընդունում ենք, որ հնում ասվել է, եւ այսպիսի էլի շատ բազմաթիվ խոսքեր, հավատում ենք դրան, որ այդ խոսքերի հեղինակը, որ ասել է հնում այսպիսի անձանց, նույնը վերաբերում է նայում է։ Սաղմոսների մեջ, ինչքան խոսքեր ասես Սաղմոս 2-ն ասում է, մեր համար հարազատ են դրանք, թե ոչ, հարազատ են։ Եվ այսպես եկեք մի պահ կանգ առնենք եւ տեղափոխվենք մեր ժամանակները եւ մի հատ հասկանանք, լավ, եթե նրանց Տերը ասել է, ու ես օգտվում եմ ուղղակի Տիրոջ կողմից նրանց ասվածից, վերցնում եմ այդ ամենը, ընդունում եմ, որ դա ինձ էլ կարող է վերաբերել, մեխանիկորեն դրանք կարող են գործել իմ կյանքում։ Կարծում եմ ոչ։ Մեխանիկորեն չեն կարող դրանք գործել իմ կյանքում։ Ինչու՞։ Ես հիմա բացատրեմ։ Ժամանակակից քրիստոնյա աշխարհը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում խնդիր չի բարձրացնում այլևս այն հանգամանքը, որ այսօր քան երբևէ Աստված պատրաստ է յուրաքանչյուրի մեջ լինելով խոսել յուրաքանչյուրին այն ամենը, ինչ որ տվյալ անձին անհրաժեշտ է։ Եվ հենց այստեղ էլ տեսնում ենք երկու մեծ ծայրահեղություն։ Մի դեպքում մարդիկ հավատում են գրվածին, վստահում են գրվածին, լավ են անում, բայց իրենց սրբության կյանքին ուշադիր չեն, հետևաբար իրավական կողմով այդ խոսքերը չեն կարող տարածվել իրենց վրա, բայց իրանք մոլորված հավատքով ընդունում են, որ դրանք իրենց են վերաբերում։ Երբեք, եթե դուք ուշադիր լինեք Տերը, որ հնում խոսել է մարդկանց հետ, երբեք չի խոսել հենց այնպես ինչ որ պայմաններ այդ մարդիկ, որ չբավարարեին, խոսեր Տերը իրանց հետ։ Երբեք նման բան չկա։ Նրանք որոշակի պայմաններ բավարարել են։ Անգամ օրենքի գիրքը, որ Հեսուի գրքում կարդում ենք, որ Տերն ասեց. «Ցերեկ ու գիշեր այս օրենքի գիրքը չգնա քո աչքի առաջից, քո բերանից, միշտ սրա վրա եղիր, որ հաջողակ լինես, այս լինես, եթե օրենքի գիրքը բավարարել էր պետք, նրան պետք էր կատարել, որպեսզի Տերը հաջողեր եւ օրհներ, ապա որքան առավել այսօր Տիրոջ պահանջի ինձանից քեզանից սրբությունն ասելիս։ Եթե դու սրբության կյանքի մեջ չես, դու մեղքի մեջ ես ապրում, միթե Տերը սկզբում քեզ մեղքից չի ազատի։ Դու էլի հավատում ես, որ Տերը քո վեմն է եւ այլն, բայց դու այդպես հավատալով, եթե շարունակես մեղքի մեջ եւ հանկարծ կանգնես Աստծո առաջ ու ասես, ես Տեր, ախր այդ ամենին հավատացել եմ, դավանել եմ։ Տերը պիտի ասի, գիտես ինչ կա։ Դու իմ ուզած պայմանները չես կատարել, որ այդ խոսքերը քեզ վերաբերեն։ Եվ հիմա շատերի համար գուցե սա իրոք մի փոքր շփոթմունք առաջացնի։ Ինչ ասում կամ եղբայրը, այդ դեպքում ստացվում է, որ անհատապես Աստված միջև ինձ շասի այդ խոսքերը ինձ էլ չի կարող վերաբերել։
Ոչ, ես նման բան չեմ ասում։ Դու շարունակիր հավատալ հին կտակարանի եւ ամբողջ Աստվածաշնչի մեջ եղած Աստծո բերանից ելած ամեն խոսքին հավատա։ Բայց պարզապես ես ուզում եմ ասել զգուշացիր, որ եթե դու դավանում ես, քո դավանանքը կեղծ ու սուտ կարող է լինել, եթե դու սրբության մեջ չես քայլում։ Տիրոջ խոստմունքները այո եւ ամեն են, բոլոր նրանց համար, որ իր առջև անարատությամբ են գնում։ Եվ Տերը իր առջև անարատությամբ գնացողներից ոչինչ պակաս չի թողնում։ Սեներ, այն վտանգը, որ այսօր մարդկության մեջ, հավատքի կյանքի մեջ, ապրող մարդկանց մեջ շատ տարածված է, սա է։ Ուշադրություն։ Հանրային կարծիքը ճիշտ է։ Այսպիսի մոտեցում այսօր ամբողջ աշխարհում է գնում։ Հնում ասում էին ձայն բազմած ձայն Աստծո։ Եվ երբ որ անձը գնում է եկեղեցի, հատկապես շատ անդամներ կա այդ եկեղեցում, քարոզիչը խոսում է, բոլորի տրամադրվածությունը մանավանդ երբ որ բեմից գեներացնում են տվյալ խոսողի վրա, կենտրոնացնելով բոլորի ուշադրությունը, անձը նստած արդեն ենթագիտակցորեն ընդունում է, որ այն ինչ որ այս բեմից խոսվում է, բացարձակ ճշմարտություն է։ Քանի որ հանրային կարծիքին ենթարկվելու ներքին մղում ունի։ Մեզ Աստծո խոսքը սովորեցնում է, որ մենք ոչ թե պիտի ապրենք հանրային կարծիքներով դրական լինի թե բացական։ Այն մեր համար շատ կարևոր պիտի լինի թե երկինքն ինչ կարծիք ունի այդ եկեղեցու կամ իմ անձի մասին։ Եվ քանի որ մարդիկ ուղղակիորեն կապ չունեն Աստծո հետ, ճշմարիտ կերպով ձայն լսելու եւ առաջնորդվելու, ուստի իրենք պիտի բավարարվեն իրենց խելքով, իրենց հասկացածով, իրենց ճաշակով կամ հանրության մատուցածով։ Եվ ահա մենք տեսնում ենք երկրորդ Մնացորդաց 18-րդ գլխում, երբ որ Հուդայի Իսրայելի թագավորները հանդիպել են, եկա եւ մենք կարդում ենք այստեղ, որ ինչ որ երկրամաս կա Ռամով գաղափար ուզում են գնան գրավեն, այս պատմությունը լավ գիտեք դուք։ Հուդայի թագավորն ասում է, լավ, Իսրայելի թագավոր, դու ուզում ես միասին գնանք կռվենք, հա, մի հատ բերենք Տիրոջ խոսքը տենանք, ինչ է Տերը ասում։ Լավ բան ես մտածել, մերն Ռամով գաղափարը գնանք, ես էլ եմ պատրաստ քո հետ գալու։ Բայց մեր մի հատ տեսնենք Տերն ինչ է ասում։ Եվ երբ որ բերեցին մարգարեներին, նախ տեսեք ինչ ասեց։ Հովսապատն ասեց Իսրայելի թագավորին, բայց հիմա եկ Տիրոջ խոսքը խնդրիր։ Այ ժողովուրդ, ամեն ինչ հնարավոր է արտաքնապես փայլ ունենա։ Ծափահարվենել, պատվենել, շքեղ ամեն ասենք միջոցառումներ կատարեն, հոբելյանական լինի, ինչ ուզում են անում են։ Բայց մեկը չկա ասի, Տեր Աստված, դու ինչ ես ասում։ Այսօր ոչ մեկին դա չի հետաքրքրում, գիտեք։ Կենթանի Աստծուց ունենալ հայտնություն, թե այս բանը, այն բանը, որ ես անում եմ կամ մենք անում ենք, որքանով է իրեն բավարարում, ոչ մեկի հոգսը չի գրեթե։ Թագավորն ասում է, դեռ մեկ ուրիշ մարդ էլ կա, նրա միջոցով Տիրոջը հաշտում, բայց ես նրան ատում եմ, որովհետև ինձ համար մարգարեություն չի անում դեպի բարին, այլ ամեն ժամանակ դեպի չարը, դա Հեմլայի որդի Միքյան է։ Բերեց շորզան մարգարեները միաբերան ասեցին, գնա հաղթելու ես, այս է մարգարեությունը։ Ոնց կլինի, ես թագավոր եմ, մարգարեն հանկարծ կանգնի, ինձ ասի դու լավը չես կամ էլ սխալ ես դու որոշել։ Այս թագավորը պատանդն էր այդ մարգարեների, սուտ մարգարեների, որոնց մեջ Աստված սուտ ոգի էր դրել։ Որովհետև ամեն մարդ հրապուրվում է, խաբվում է իր սրտի ցանկություններից։ Հիմա թագավորը մտածեց, ինչի այդ Աստված չի իմանում, որ ես հզոր թագավոր եմ, այս մարգարեներից մեկը չկար, որ ինձ հանդիմաներ կամ թող 300-ը ինձի ասեին սխալ ես, ես էլ ասեի հա, բայց ես մի հոգին հակառակում եմ։ Ինչի հետևից գնաց ինքը։ Բազմությունն ավելի ճիշտ է, քան ես մի անհատը։ Հասկանում եք։
Հավատացեք, որ այսօր հավատացյալների ճնշող մեծամասնությունը իր տեղը գտել է հանրային կարծիքի հիման վրա։ Բայց եթե իսկական հավատացյալ են, նրանք պետք է փնտրեին իրենց տեղը կենդանի Աստծուց ուղղակիորեն հայտնություն ստանալով։ Ամեն։ Եվ մենք այստեղ տեսնում ենք կանչում են Միքայել։ Դե հասկանալի է, Միքեն ասում է, որ թագավորը ինքն իրան կործանելու է եւ այլն, եւ բացահայտում է ճշմարտությունը, որ այդ բոլորն են այդ կես սուտ մարգարեության այդ ոգուն ներգործյան տակ են հայտնվել։ Այսպիսով սիրելիներ, ճշմարիտ Աստվածապաշտը նա է, որ իր որոշումներում եւ խորհուրդներում մշտապես փնտրում է Աստծո կամքը։ Շատ հաճախ Աստծո կամքը դու կարող ես Աստծո խոսքից էլ փնտրել, բայց բաներ կան, որ որքան էլ պտրտես Աստծո խոսքը, դու քո անձնական այսօրվա այս ժամվա համար կենթանի Աստծո կենթանի վկայության եւ հայտնության կարիքն ունես։ Եվ դա չես կարող գտնել ոչ միտեղ։ Դա միայն կարող ես Տերիցը ուղղակիորեն առնել։ Գնանք առաջի թագավորաց 28-րդ գլուխ։ Բոլորիդ քաշտանոտ միտեղ պիտի հիշեցնեմ ձեզ, երբ որ մենք կարդում ենք 28-3-ից, իսկ Սամվելը մեռած էր, եւ բոլոր Իսրայելը նրա համար սուգ էին արել, եւ նրան թաղել էին իր քաղաքը, Ռամայի մեջ։ Սամուղն էլ վհուկներին եւ նշանագետներին երկրիցը վեր էր առել։ Եվ փղշտացները ժողվեցան եկան Սունամումը բանակ տվին։ Սավուղն էլ ժողվեց բոլոր Իսրայելին եւ բանակ տվին Գեղբոյմը։ Եվ Սավուղը տեսավ փղշտացների բանակը եւ վախեցավ եւ սիրտը շատ դողաց։ Եվ Սավուղը Տիրոջը հարցրեց, բայց Տերը չպատասխանեց նրան, ոչ երազներով, ոչ ուրիմով եւ ոչ մարգարեներով։ Սեներ, այս հատվածը 28-րդ խոսքից, որ կարդացի, պատահական չի գրված հաջորդականությունը։ Սամվելը մեռած էր։ Իսկ ով էր Սամվելը։ Սամվելը Տիրոջ բերանն էր։ Տիրոջ խոսք ուներ։ Սավուղը զրկվել էր Տիրոջ խոսքից։ Սավուղը զրկվել էր մարգարեից, որին ինքը մերժել էր նրա կենդանության ժամանակ։ Եվ Տերը այլևս իր հետ Սամվելի միջոցով չէր խոսում։ Երկրորդ տարբերակը, որ պետք է Սավուղը ունենար, դա աղոթելն էր, որ Տերը խոսի իր հետ։ Աստծո խոսքն ասում է շատ անգամ հանդիմանված մարդը մի օր կկոտրվի եւ բժշկություն չի գտնի այլևս։ Սավուղը հանդիմանվել էր Սավուղի կողմից։ Ներողություն։ Սավուղը հանդիմանվել էր Սամվելի կողմից։ Սակայն այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ այդ հանդիմանությունը, որ Սամվելը տվել էր Սավուղին, Սավուղը միջև վերջ չխոնարհվեց Տիրոջ առաջ։ Եվ ինչ եք կարծում, եթե մեկը Աստծո խոսքը մերժում է, մարգարեի միջոցով, որը կարգված է նրան ուղղություն տալու, այդպիսինի հետ Տերը կխոսի։ Եվ այստեղ տեսնում ենք, Սուրբ Գիրքն ասում է, որ եւ Սամուղը Տիրոջը հարցրեց, բայց Տերը չպատասխանեց նրան, ոչ երազներով, ոչ ուրիմով, ոչ մարգարեներով։ Այն ժամանակ Սավուղն իր ծառաներին ասեց, ինձ համար մեկ վհուկին որոնեցեք, որ գնամ նրան հարցնեմ։ Եվ հիմա երբ որ ինքը հանդիպում է այդ կնոջը, ես մի քիչ ներքևում կարդամ, 15-րդ խոսքում տեսեք ինչ ասում, այն որ գետնի տակից դուրս է եկել Սամվել անունով, եւ Սամվելն ասեց Սամուղին, ինչու համար ինձ նեղություն տվիր եւ ինձ վեր հանեցիր։ Սամուղն ասեց, ես մեծ նեղության մեջ եմ, որովհետեւ փղշտացները ինձ հետ պատերազմ են անում եւ Աստված ինձանից հեռացել է եւ ինձ չի պատասխանում ոչ մարգարեների միջոցով, ոչ երազներով, նրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես թե ինչ անեմ։
Ուրեմն տեսեք, մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացներին ինձ հետ պատերազմ են անում եւ Աստված ինձանից հեռացել է։ Ինքը պարզ ասում է, Աստված հեռացել է ինձանից։ Եվ հիմա սուրբերին ա դիմում։ Ինչպես առաքելական եկեղեցում սուրբեր, ասում ում հանեմ, Սամվելին անի։ Այսօր էլ են այդպես սուրբերի անվան տակ ինչ որ մարդիկ են հանում ու խոսեցնում։ Հասկանալի է։ Աստծուն մերժելը սրբապաշտ է դարձել, իբրև։ Ուրեմն ինչ ասում։ Աստված ինձանից հեռացել է, ինձ չի պատասխանում։ Ոչ մարգարեների միջոցով եւ ոչ երազներով, նրա համար քեզ կանչեցի։ Ես հիմա հարց եմ տալիս, ով հավատացյալ։ Եթե Աստված քո հետ չի խոսում ոչ երազով, ոչ տեսիլքով, ոչ մարգարեներով։ Ինչ ես կարծում, քո հավատքի կյանքը ռիսկի չի ենթարկված։ Առաջ անցնելով ասեմ, որ խոսքս չի վերաբերում նրանց, ովքեր Սուրբ Հոգին որպես մարգարեության հոգի իրանց ներսից ունեն, որ իրանց առաջնորդում է ձայնով, խոսքով եւ իրանք գիտեն ով է իրենց հետ խոսող։ Բայց կհամաձայնեք, որ հավատացյալների ճնշող մեծամասնությունը իրակ նորյա իր ընդհանուր պաշտամունքների մեջ երբեք իր համար խնդիր չի դարձնում, որ Տերը իր հետ խոսի երազով, տեսիլքով, մարգարեությունով, պարզ ականջին հնչող ձայնով։ Այս վիճակը սավողի ողբերգություն էր, սակայն այս վիճակը ողբերգական կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր հատկապես նոր կտական, որ ես քիչ հետո կկարդամ համարները, որը լի է կենդանի Աստծո ձայնը հավատացյալներին հասած լինելու պատմություններով։ Մենք այսօր այդ Աստծուն պաշտում ենք, թե չէ, սեներ, որ այդ Աստված երկնքից խոսում է մեր հետ, Փառք Տիրոջը սրա համար։ Եվ հիմա ես ուզում եմ բացենք Գործք առաքելոց 9-րդ գլուխ։ Գործք առաքելոց 9-րդ գլխի 7-րդ խոսքում մենք կարդում ենք։ Սա մյուս սավողներ, որը նույն անունն էր կրում։ Սակայն երբ որ Դամասկոսի ճանապարհին, որ ուղևորվում էր հալածելու եկեղեցին, լույս ծագեց եւ ընկավ գետին, Սավողին Տերը խոսեց, եւ Տերն ասեց նրան. կանգնիր եւ մտիր քաղաքը եւ կասվի քեզ, թե ինչ է պետք քեզ անել։ Կանգնիր եւ մտիր քաղաքը, որովհետեւ ասեց ինչ ես ուզում անեմ, Տեր։ Ասեց գնա, քեզ կասեն ինչ պետք է անես։ Այժմ ուշադրություն։ 10-րդ գլխի 13-րդ խոսքում կարդում ենք. Պետրոս առաքյալի մասին է խոսքը։ Եվ ձայն եղավ նրան. վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։ Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։ Եվ դարձյալ երկրորդ անգամ ձայն եղավ նրան. այն որ Աստված սրբեց դու պիղծ մի համարիր։ Այս 3 անգամ եղավ եւ այն անոթը վերացավ երկինք։ Այնտեղ լսեցինք, որ ձայն եղավ, այնտեղ լսեցինք, որ շատ պարզ մարդիկ լսեցին իրենց ականջով, Պետրոսը լսեց այդ ամենը, վեր կաց մորթիր ու կեր։ 11-7-ում նույնպես լսում ենք։ Եվ ձայն լսեցի, որ ասում էր ինձ, վեր կաց Պետրոս մորթիր եւ կեր, եւ ես ասեցի, քավ լիցի Տեր, եւ հետո Տերը երկնքից ինձ երկրորդ անգամ այն, որ Աստված սրբեց դու պիղծ մի համարիր։ Սրանք նախադասություններ են, պարզ, հնչող, ճիշտ է։ Եվ հիմա մի հատ հետաքրքիր համար եմ ուզում ասել, որը կամփոփի էսի մասելիքս։ Գործքի 22-ի 13-ում ինքը Պողոս առաքյալը հիշեցնում է այս դեպքը, որ իր հետ է կատարվել։ 13-րդ խոսքից հիշում ենք Անանյան, աշակերտ եղած, որ եկավ Սողոսին հանդիպեց, նա եկավ ինձ մոտ կանգնեց եւ ասեց. Սավուղ եղբայր, վեր նայիր, եւ ես նույն ժամում դեպի վեր նայեցի, դեպի նա, եւ նա ինձ ասեց. մեր հայրերի Աստվածն առաջուց քեզ ընտրեց, որ նրա կամքը ճանաչես եւ այն արդարին տեսնես
եւ նրա բերանից է ձայն լսես։ Լսեցիք ինչա ասում Անանյան։ Անանյան որտեղից գիտեր, որ ինքը Սողոսը ոչ պատմելա, ոչ էլ եկելա մի անգամից առաջի հանդիպումն է։ Եվ ինքն ասում է, նա եկավ ինձ մոտ կանգնեց եւ ասեց, «Այստեղ չի գրված, որ Սավուղը վկայում է իր հետ ինչ է տեղի ունեցել, որ Անանյանն էլ ասի այդ ամենը ինչ որ ասեցիր, էս է եղել, ոչ»։ Տերը Անանյային ցույց տվեց, հիշում եք։ Ցույց տվեց, Սավուղին նախորոք էր ցույց տվեց այդ դրվագը, որ ոնց է հանդիպել Սավուղին։ Սավուղ եղբայր, վեր նայիր, եւ ես նույն ժամումը վեր նայեցի դեպի նա, եւ նա ինձ ասեց, մեր հայրերի Աստվածն առաջուց քեզ ընտրեց, որ նրա կամքը ճանաչես, եւ այն արդարին տեսնես, եւ նրա բերանից է ձայն լսես։ Սեներ, մենք ընտրված ենք, թե չէ։ Մենք Աստծո զավակներ ենք, թե չէ։ Այս համարը մեզ էլ վերաբերում է, թե չէ։ Տերն ասել է իմ ոչխարներն իմ ձայնը կլսեն։ Ձայնը, գիտեք սեներ, երբ ես այս մասին անընդհատ խոսում եմ, քիչ ամնում ուղղակի մի օր կանգնեմ ու աղաղակեմ։ Ժողովուրդ, ձեր նման չեմ խոսում ես։ Ես ձեր նման չեմ ասում Սուրբ Հոգու ձայնը լսեք ու ժողովրդին ուղարկում ու ժողովուրդը չի հասկանում, թե այս Սուրբ Հոգու ձայնը լսելն ինչ բան է։ Ես ռեալ փաստացի բան եմ ասում։ Որ քո ականջով կարող ես լսել Աստծո ձայնը, որ քո հոգու միջից Սուրբ Հոգին քո հետ կենթանի կարող է խոսել։ Միտքս բերեց, ով բերեց, ես ինչ իմանամ ով բերեց այդ միտքդ։ Անընդհատ երբ որ հավատացյալների հետ խոսում եմ Աստծո հետ խոսելու մասին, եղբայր մի ասա, մեր հետ էլ է Տերը գործում, հա, չենք լսում ձայնը, բայց մեր միտքն է բերում։ Ասում եմ մեր զրույցն ավարտվեց ու ասում եմ փառք ես Տեր, որ շարունակություն չես տալիս, այս մարդը չհասկացավ ինձ։ Սենիշ, թե ով այդ քո միտքը բերեց, դա դեռ ուրիշ խնդիր է։ Ես չեմ բացառում, որ քո միտքը Սուրբ Հոգին կարող է բերի, որովհետև գրված է ձեր միտքը պիտի բերի։ Բայց ես լրիվ ուրիշ մի վիճակի մասին եմ խոսում, որ իմ ու քո համար որոշված է։ Տերը քեզ կանչեց, Սավուղ, Անանյան ասում է, Աստված քեզ ընտրել է, որպեսզի նրա կամքը ճանաչես։ Ուրեմն առաջին Աստված, որ մեզ ընտրել է, ինչի համար ընտրել, որ իր կամքը մենք ճանաչենք, իր կամքը արտահայտված է Աստծո խոսքում։ Ամեն։ Սա վարդապետությունն է, թե չէ։ Ամեն։ Վարդապետությամբ մենք Աստծո կամքը ճանաչում ենք։ Եվ այն արդարին տեսնես, վարդապետությամբ Աստծուն ճանաչելը մեզ տանում է ինչի։ Աստված մեզ հետ կխոսի երազով, տեսիլքով, կտեսնենք, թե չենք տեսնի։ Եվ երրորդ, երբ որ մենք աճում ենք մի հոգևոր մակարդակի ենք հասնում, եւ նրա բերանից է ձայն լսես, շատ պարզ կոնկրետ ասված այստեղ։ Այս ամենը եղավ Սավուղի կյանքում, թե չէ։ Բայց եթե այս պահին Տերը Սավուղին ասել էր, քեզ կասեն, թե ինչ պիտի լինի քո կյանքում։ Այսինքն նա պետք է առայժմ լսեր Իրանից առաջ եղած աշակերտներին, ապա դրանից հետո մենք տեսնում ենք Սավուղը այլևս ինքը պետք է մյուսներին ուղղի այս նույն ճանապարհի մեջ եւ ինքը եւ տեսնում է, տեսիլքել է տեսնում, երազել է տեսնում եւ Տիրոջից երկնքից ձայնել է լսում։ Ուրեմն սերներ, այս ամեն հատվածները մեզ ինչի մասին են վկայում։ Որ եթե մենք նախ առաջինը 5 դակարանի Աստծո սուրբերին հնչած խոսքերը վերցնում ենք մեզ եւ ընդունում ենք այդ խոսքերը որպես մեր համար պատվար, ամուր հիմք, վատ բան չենք անում։ Բայց եթե մենք սրբության մեջ ենք ապրում, նոր ենք իրարական այդ ամենը։ Եվ երկրորդ, նոր գտակարանյան ժամանակներում մենք ի տարբերություն օրենքի խոսքերին 5 դակարանի հենված հավատացյալների, մենք հավատքի խոսքով ենք, շնորհքի խոսքով ենք փրկվում եւ դա տանում է մեզ կենթանի Աստծո հետ հաղորդակցության եւ ոչ թե գրի հետ, որովհետեւ գիրը սպանում է, ինչպես գրված է։ Եվ այսօր, եթե մեր ուշադրությունը մենք դարձնում ենք կենթանի Աստծո հետ հարաբերվելու, նրա ձայնը մեր կյանքում ունենալու եւ նրա հետ շփվելու, լավ ենք անում եւ այս ուղղությունը պինդ ենք բռնել եւ հավատում ենք, որ Աստված շուտով արդեն իսկ սկսել է
շատ մեծ խորհուրդներին իր տեղական անելու։ Հիշում եք, խոսքի սկզբում ես ասացի, Տերը Երեմիային ասեց, որ այս ժողովրդի համար ես խորհուրդներ ունեմ։ Բայց խորհուրդները դուք չեք ուզում իմանալ։ Դուք չեք ուզում իմանալ Աստված ինչ խորհուրդ ունի ձեր համար։ Ինքը պատրաստ է մեզ ասելու։ Միայն լսողական ջա պետք։ Միայն անոթա պետք, որ զրնգա Աստծո ձայնը քո հոգու մեջ։ Եվ թող սրբացման, մաքրման process-ի մեջ գնաս դու, որպեսզի Տիրոջ ձայնը զրնգա քո